խնդրեմ ավելի բացեք, հա, այս հարցը։ Գանք մի փոքր վերջից։ Կառավարության մոտ էին ձկնարտադրողները, գիտեք ինչի են բախվել։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ սուտ է, թե Եվրոպայից Իրան արտահանում, պարզվեց Իսպանիայի արտահանվել մի քիչ չափաբաժին, այնտեղ փչացած Իրան է եղել։ Նույն շաբաթվա մեջ, անցած շաբաթվա վերջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կատնամթերքի շուկան է փակում Հայաստանի արտահանումների համար։ Այս ամենը ինչ կոլապսի, ինչի է հանգեցնելու։ Դե հիմա այստեղ պարզվեց Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը։ Ինչ էր ստում Նիկոլ Փաշինյանը, այո, որտեղ սա ակնհայտ էր։ Տեսեք, նախ քարոզարշավի ժամանակ այս մարդը ընդդիմությանը հեգնում էր, ասում էր հեսա ընտրությունները բրծնեն, առաջին ալիքս Մոսկվայի ալնելու, Պուտինի հետ պլանավորված հանդիպում ունեմ, որտեղ բոլոր հարցերը շատ կարճ ժամանակում կլուծեն։ Ընտրությունների ավարտից հետո իսկապես Նիկոլ Փաշինյանը առաջին սուտը բացահայտենք, ոչ թե Պուտինի հետ հանդիպում չի եղել, այլ Պուտինը հրաժարվում ընդունել Նիկոլ Փաշինյանին Կրեմլում, եւ այդ անդուլ անպտուղ ջանքերից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց այնուամենայնիվ օգտագործել մի հատ ֆորումի հնարավորություն եւ Միշուստինի հետ քննարկել։ Միշուստինի մոտից որ հետ վերադարձավ, լրագրողների մոտ պարզեցավ, որ ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերել, բայց ճիշտ կլինի, որ դրանք իրականացվեն, նոր դրա մասին խոսակցություն գնա։ Բանից պարզվեց ոչ մի համաձայնություն էլ ձեռք չեն բերվել, ավելին ես ուզում եմ հատուկ շեշտել, որ Միշուստին Փաշինյան հանդիպումից հետո տնտեսության երկու ոլորտի վրա էլ է սահմանափակում տարածվել ձկնամթերքի եւ կատնամթերքի, ինչպես նշեցիք։ Քարոզարշավի ժամանակ որևէ պատժամիջոցներ էր կիրառվում, զանգեց Ռուսաստանի նախագահին, 3 շաբաթ չանցած նոր պատժամիջոց։ Հա, այսինքն, որովհետեւ այդ բանակցություններում գլխավոր ստին գանք։ Իրան ասում են բոլոր խնդիրները լուծելի են, բայց ընկեր ջան, գնա կողնորոշվի։ Ի վերջո դու երկիրը տանում ես, քո երկիրը տանում ես եվրոինտեգրման ճանապարհով, թե հավատարիմ ես մնում ԵԱՏՄ-ի շրջանակներում արկա պայմանավորվածություններին։ Նիկոլ Փաշինյանը չլսելու է տալի Ռուսաստանից հնչած հորդորները եւ փորձում է երկու աթոռի վրա նստելու մարտավարությունը շարունակել, չնայած իրան ըստ էության Մոսկվայից ասում են, որ մինչև դեկտեմբերի վերջը մեր բաժին աթոռը քո տակից հանելու ենք։ Այս սանկցիաները հենց դա է նշանակում։ Ուրեմն, հարգելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը ձեզ ստում է։ Վերջին հանդիպման ժամանակ Միշուստինը, իսկ ապրիլին Պուտինի, իսկ հետո այդ հեռախոսազրույցի ընթացքում ձեր նշած, որևէ բան էլ ինքը չի կարողացել պայմանավորվել, իրան բավականին կառուցողական տոնով ասել են գնացեք որպես երկիր կամ որպես իշխանություն կողնորոշվեք, ի վերջո դուք որ քաղաքականության կրողն եք, դրանից հետո իսկապես հարցերը կամ շատ արագ կլուծվեն, կամ տեղի կունենա հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների այս փիլիսոփայության քաղաքակիրթ ապարզանը մեր երկրի համար շատ տխուր հեռանկարով։ Միջև քաղաքական լուծումներ չգտնեն, այո։ Գիտեք, իրանք թանկ գին են պարտադրում Նիկոլ Փաշինյանին պայմանավորվելու համար։ Մեծ գին են Նիկոլ Փաշինյանից ուզում։ Այդ մեծ գինը ինստիտուցիոնալ երաշխիքներն են, որ Հայաստանը ստրատեգիական կուրսը չի փոխում որպես երկիր։ Կգնա Նիկոլ Փաշինյանը այս քայլին։ Հայ-ռուսական հարաբերությունները շատ արագ կարող են վերադառնալ ինչ-որ նախաճգնաժամային վիճակի չեն վերադառնա իհարկե, բայց բնականոնության կվերադառնան։ Չի գնա Նիկոլ Փաշինյանը զիջումներին։ Այս ճգնաժամ բառը շատ երկար ուղերձ կլինի հայ-ռուսական հարաբերություններին, եթե նույնիսկ հարաբերությունների ինչ-որ մոդել հաստատվի։ Դե, Իրան ձեր կարծիքով նենց մի քանի հազար լուսավոր տղաների զոհաբերած մարդու շատ հետաքրքիր է, մի քանի տասնյակ հազար մարդու սոցիալական խնդիրները։ Ձևը գտել են, չէ՞։ Այն կենսաբանական պատահականությունը մասին նոր հարց տվեց, ումից նոր հարց տվեցիք, Գևորգ Պապոյանը։ Քիչ առաջ երեք Ոսմեր Չինաստան արտանում է այսքան ավելացել, այս տոկոսները,
Ծավալը չի նշում։ Օրինակ կաղա Չինաստան մի ավտո է ուղարկել, հիմա երկու ավտո է ուղարկել, 100% աճա դրանից վերցրել։ Հասկանում եք, դրա համար եմ ասում։ Մեզ քարոզչական աղբով եվրոինտեգրել են։ Եվրոպական շուկաները բացել են։ Մի հատ սրտարուշտյոց մուրաբայա է փում հայկական ծիրանով։ Այդ ես կոսներ կամ կալասը։ Այսինքն այս ճոճերը քերիսեմերը հասկացել են, որ մեր ժողովուրդը շատ դեպքերում ոչ թե ուղեղով է մտածում, այլ ականջներով։ Ինչքան աղբ կա, մեր ականջները լսնում են։ Կեղծ հայելիների թագավորություն են սարքում։ 5 միլիարդի պատկերավճար են ըստ ինչի համար։ Բյուրոկրատիան իրանց միակ սոցիալական հենարանն է։ Տեսեք, կան սոցիալական խնդիրներ, չէ՞։ Մի քանի տասնյակ հազար մարդիկ վերամշակող եւ գյուղմթերքներ արտադրող բոլոր տնտեսությունները կանգնած են կոլապսի առաջ, աննախադեպ կոլապսի։ Մարդիկ վարկերը չեն կարողանում սպասարկել, եկամուտներից զրկվել են եւ այդ փչացած ծիրանների տեսարանը այս ճգնաժամի ամենալավ ցուցիչն է։ Ուրեմն այս երևույթի հետ գործ ունենք։ Գագիկ Ծառուկյանի դեմ ռեպրեսիաների շրջանակում 8-ից 10,000 մարդ գործազուրկ կա դարձել եւ օրվա հացի կարոտա մնացել, էլ չեմ ասում, որ այդ մարդիկ էլի ունեն վարկային պարտավորություններ եւ այլն եւ այլն։ Այս պայմաններում փոխանակ տնտեսության աջակցության եւ սոցիալական աջակցության փաթեթներ կառավարությունը իրականացնի 5 միլիարդ դրամ կամ 13 միլիոն դոլար պարգևավճար տալի բյուրոկրատիային։ Ինչի համար։ Շատ պարզ։ Իր սոցիալական միակ հենարանը բյուրոկրատիան է։ Մի կողմից վարձահատույց են լում նրա համար ինչ-որ արվել ընտրությունների ժամանակ, մյուս կողմից դիմաց թիմ ընտրություններ են։ Էլի բյուրոկրատիային կոնսոլիդացնելու անհրաժեշտություն կա։ Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Հանկարծ այնպիսի տպավորություն չլինի, որ ես ընդհանրապես պարգևավճարին դեմ եմ։ Պարգևավճարը անհրաժեշտ բան է, բայց դա պետք է կարգավորվի բացառապես օրենքով։ Պետք է միայն կատարողական ցուցանիշներն ու ծառայողական այսինքն պրոֆեսիոնալիզմը պարգևավճարի հիմք հանդիսանան եւ ոչ թե քաղաքական լոյալությունը իշխանության հանդեպ։ Հիմա այս պարգևավճարները ինքնին շատ անարդար բան են, որովհետեւ միլիոնավոր դրամներ բաժին են հասնում, այսպես կոչված վերխուշկին, այն մարդկանց, որ Նիկոլ Փաշինյանի նազիր վեզիրներն են, եւ մի քանի հազար դրամ ցած նետում են բարեխիղճ մասնագետների որպես ժողովրդական լեզվով ասած թուլապայ։ Ինքը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է սոցիալական անարդարության ցցուն դրսևորումով։